Պարոն Գերորգյան, դեպքից հետո որտեղ եք եղել այդ օրը։ Երբ որ զինվորական կացարանն հրդեհականգնվել էր, դուք եղել եք զոհազինծառայողների ձիերը տարել են, դուք դրանից հետո ինչ եք արել, ուր եք գնաց։ Հրամանատարական կետում է բարձրաստիճան ղեկավարել է։ Դրանից հետո արդեն տարբեր ուղղություններով սպանել կանանավորել փողակալում խնդիրները կատարել զինվորների։ Դուք աչքեր եք քննչական, արդեն քննիչներ եկել են քննչականից վկայություն վերցրել։ Երկու ժամ է երկու ժամ է դե առավոտները եկան վկայություններ քննչել ոնց արտաքննությունները մնացած արդեն ըստ խնդիրներով մնացած տեղերից ևս տեքին հնարավորում մինչև զորամասը վերանորոգել է նույն խնդիրը չկա։ Այդ աշխատանքները հիմա այն հրահանգավորման մասն է։ Դուք այդ օրը ում, ինչ եւ որտեղ ինչ պայմաններում եք դեպքի հետ կապված որևէ հրահանգավորում կա։ Դեպքի հետ կապված որևէ հրահանգում նորից կրկին շեշտել են անվտանգության կանոնները, վառելիքները հեռու, վառելիք չտրամադրեն մնալ մինչև աշխատանքները արդեն սա համակարգված ասում որ նորից նույնը չկրկնվի։ Վառարան որտեղ եղել է, որ բնակարանները վառարանով եղել, անվտանգության կանոնները նորից հրահանգավորել են հակարդային բաժնի պետնայանը պաշտպանության նախարարության հանձնաժողովայքի նորից սաղ տեղերը հրահանգավորել ընդհանուր Վարդենից քաղաքի մեջ 30 տեղ բացազատված եղել զորամասը։ Բացի դրանից ճակատը 90 կիլոմետր ճակատը պետք է նույնիսկ նույն հրահանգավորում նույն դեպքը որ չկրկնվի։ Այս այդ հասնի նախապահները, ընդհանրապես դեր բացազատված անձնակազմի դեպքի մասին ինչ հաղորդագրություն է ներկայացվել ու ինչ կարգով է։ Որ անփույթ վերաբերմունքով սպան բենզինը լցել է փեջի մեջ այդ ձեզով է ասել, որ սպան անփույթ վերաբերմունք է դրսևորել։ Որտեղ է ձեզ նման։ Դե իրավապահ մարմիններից է։ Որևէ ինչ-որ մի զինվորական իրավապահ մարմին հարցաքննությունից է ի հայտ եկել արդեն նախնական խնդիրը որից է կատարվել։ Այդ նախնական խնդրի կատարվածից են սկսել հրահանգավորումը, որ բենզինից է սկսվել։ Այն հարցը հենց դրան է հրամանատար, որ դուք մարզպետի, դատախազի, ոստիկանության պետի, ԱԱԾ-ի ղեկավարի, այդ ղեկավարների հետ քննարկումների, նախարարի հետ ունեցած քննարկումների արդյունքում եք հանգել հետևության որ ոչ, մինչև ԵՂՇ-ին հարցաքննելը, ինչ-որ կարացել են մի քանի րոպե, հարցաքննել նախնական, հետո չի կարացել ԵՂՇ-ն զինվորական ոստիկանությունը, արդեն դեպքի տվել ինքը ասել է, որ ինչից է եղել։ Ու դրանց հետո արդեն առավոտ գիտեմ, որ բենզինից է։ Լուսկարված արդեն ռիալ գիտեմ, որ բենզինը գցել է, պայթել է։ Այդ ուրասնեք ԵՂՇ-ն, այդ պայն ներկայի, որ ԵՂՇ-ն նման տեղեկություն է։ Ոչ, ես ներկա չեմ։ Ոչ, ռազմական ոստիկանությունից եմ տեղը։ Ասեցի, որ ԵՂՇ-ն է նման։ Նախնական արդեն ԵՂՇ-ն հիվանդանոցում հոսպիտալում մի քանի բար խոսացել է։ Այսինքն մենք ճիշտ ենք հասկանում, պարոն Գնդավեր, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները ձեզ որպես զորամասի հրամանատարի տվել են տեղեկատվություն առայն, որ գործ ունեք անփույթ ուրեմն Սկիզբը ձեզ դուք կարող եք ասել, ո՞րն է աշխատակից ռազմական ոստիկանության նման ձեզ տեղեկատվություն տվել։ Բոլորն են նույն տեղում, որտեղ որ արդեն գնացել են հիվանդանոց եկել են, ովքեր որ քննել են ինքնուրույնի, չի կարասել խոսա, այդ մարդիկ են եկել տեղավորություն ասել։ Որ նախնական այս ապարը հետաքննությունը արդեն ցույց կտա, կբարվի մնացած ոչ մնացածը քննեն, ոչ մեկին էլ չեն տեսել, նախնական է տեղավորություն։ Իսկ վերադասից կորպուսի օղակ, գլխավոր շտաբ, ավելի բարձր վերադաս հրամանատարությունից դուք որևէ հրահանգավորում ստացել եք, թե ինչ հրահանգավորում կամ ինչ տեղեկատվություն պետք է տրամադրվի անձնակազմի դեպքի վերաբերյալ։ Չէ, ընդհանուր ԳՇՊՏ-ի հրամանով նույն կետերով անցել է նույնը, որ վառելիքի հետ վերաբերվել է, տիերի թշեշ խումբը հակարդային բաժնի պետն է եկել անձամբ իր աշխատակազմով
աշխատել եմ կոնկրետ հրանգորից գույություն եկել է ուղղորդվել Բշպետի 14 պրոգրամանով։ Իսկ դատախազը հիշեց ձեզ, որ դուք հունվարի 20-ին և 27-ին ցուցմունք եք տվել, այդ երկու ցուցմունքների առաջ դուք որևէ մեկի հետ ձեր ցուցմունքի բովանդակության մասին որևէ բան քննարկել եք, թե ոչ։ Դուք այսինքն այն ինչ տվել եք, դա ձեր կարծիքն է եղել կամ ձեր իրապետած տեղեկատվությունն է։ Ես ոչ մի հարց չեմ քննարկել։ Որտեղ է ժամանակը չեմ ունեցել։ Պարոն, դուք նշեցիք, որ Զորամասի հրամանատարություն ընդունել եք 2000 Զորամասի հրամանատար նշանակվել եք, եթե չեմ սխալվում, 2022 թվականին նոյեմբեր ամսին, սակայն հաստատությունը Զորամասն ընդունել եք դեկտեմբերի 20-ին, ես ճիշտ եմ ասում։ Այո, քանի որ գաղտնիության ռեժիմի դոպուսկի խնդիր կար, ես Պայաստազորից զրացել էր մի տարի, որ լրանում եմ նորից պետք է նորը գաղտնիության ռեժիմ առաջի կարգը նորից հանեն, պետք է մինչև չի լինում հրամանում քեզ չեմ կարող գործեմ շահագործ որպես Զորամասի հատակ գաղտնի փաստաթղթերի շփումը արգելված է, մինչև հրամանը գա դոպուսկ։ Շատ է։ Այդ կարող եք դուք դատարանին հիմա ներկայացնել, թե Զորամասն ընդունելու ժամանակահատվածում կամ գործընթացում դուք ինչ գործողություն եք պետք է կատարեք, ինչպես է ներկայացվել Զորամասի փաստացի իրավիճակ, օրինակ ազատ գյուղի զինվորական կացարանի վերաբերյալ այդ ընդունման հանձնման ակտում կոնկրետ ինչ արձանագրված է։ Աշխատել են հանձնաժողովները, այդ հանձնման կենտրոնացման շրջան որպես ինքը կացարան չի։ Կենտրոնացման շրջանը ուրիշ է, կացարանը առաջնագծի ուրիշ է։ Խնդրեմ բացել եք, ինչ է նշանակում կենտրոնացման շրջան։ Կենտրոնացման շրջանն այն է նշանակում, որ խնդիրը իրար կարող կատարի առաջնագծի բոլոր ճակատով աճ եւ ձախ թևերով։ Կենտրոն շրջանը, որից ինքը հեշտ խնդիր կարող կատարի, ականաձերծում է թանի, ականապատում անի, այլ խնդիրներ։ Ըստ խնդիրների առաջադրած։ Ընդունում արտումը Զորամասը Վարդենից քաղաքի մեջ է եղել, շեշտ է, տարբեր բնակարաններով։ Քանի որ դեպք եղել է Զորանոցով, շի աղով իջատում է եղել, վերանորոգման աշխատանքները սկսվել էր տանիքի, որ սկսել ազդական տեղավորել, որտից հարմար է եղել, որ նորմալ շինությունները սկսվել են, մարդիկ հարևան եղել, ասել է այս շենքը կտան ուստելու մնա, ինչև օգրել է, պետության օգրել է, բանակը պետության Պարոն Գյորգյան, շատ լավ, ամենը դնենք կենտրոնացման շրջան, երբ որ դուք ընդունում եք Զորամասի հրամանատարությունը, կենտրոնացման շրջանի մասին ինչ զեկուցվեց, ինչ վիճակ, ովքեր են ընդդեմ ապրում, ինչ գործողություններ իրականացնում, ինչ ծառայություններ իրականացնում։ Մինչև ընդունել արդեն ես առաջնագծից հետո սաղ տեղերով անցել եմ, զորքեր մտել ծանոթացել եմ, տեղանքը նայել եմ, նրանց ուրիշ խնդիր եղել քաղաքի միջի տները, ովքեր որ մնացած են։ Կենտրոնացման շրջան առաջնագծից 7 կիլոմետր է, ինքը կենտրոնացման շրջան է, ազդակազմում է գնացել տեսել ծանոթացել։ Ընդունում եմ ես զինվորներից չեթան, տենեմ որ տենան իրաց հրամանատարով։ Շատ լավ, այ որ դուք ծանոթանում եք այդ կացարան, այդ կենտրոնացման շրջանի պայմաններին, իհարկե որոշակիորեն անդրադարձ եք հանրային մեղադրողի հարցին, ընդգծելով որ որևէ չափանիշի չեն համապատասխանում։ Այ ինչը այդ կենտրոնացման շրջանը ինչ պետք է լիներ, ինչպիսին պետք է լիներ կենտրոնացման շրջանը, որը ըստ ձեզ չէր համապատասխանում։ Ջոկ թաքստոսներով, խրամուհիներով, կենտրոնացման շրջաններում կա շրջանաձև պաշտպանության խրամուհիներ պետք է, քանի որ գյուղի մեջ է, մարդիկ իրանց հայատները իրավունք չունեն, օրեն դիրքավորում են, այդպես խնդիրներ է եղել։ Եկել է նույն տան կրիշը հետից է եղել, պետք է ոչ պաշտպանված, ականակորդի կարող հրետակոծությունից խնդիր է, այդ է լույս խնդիրը, որպես կենտրոնացման շրջան։ Այսինքն չի համապատասխանում, որևէ չափանիշի չի համապատասխանում։ Որպես մնալու տեղ համապատասխանում է։ Մնալու տեղ չի բանը, որպես տեղակայման է, առաջնագծից հեռու, այդ տեղանքն է համապատասխանում, բայց մնացածը չի համապատասխանում։ Ես նույնը շեշտել եմ, ասել եմ
գարունը արագացված տեղ են սարքելու բունկերը, բոլորն էլ գիտեն, ձեր ուծել են հայտեր են տվել, որ Այում ենք զեկուցել, որ դասակազմի պայմանները չեն համապատասխանում։ մենք զեկուցագիր ենք գրել, որ տեղափոխենք բունկերը պես սարքել, քանի որ տանիքը չի համապատասխանում որպես այդպես բլնդաժի։ Վտանգավոր հակառակորդը կարող է հրետակոծություն խնդրել։ Քանի որ եղանակների պայմանները դիտել, ոնց է մենակ կարող սկսենք մայիս ամսից աշխատանքները։ Ապրիլի 20-ին տեղափոխել են ուզի տարածքային պաշտպանության զորքեր, ծառայական անհրաժեշտությունից ելնելով։ Ոչ թե դեպքի կապված հանգամանքներով։